Հայաստանի հետ քաղաքական խնդիրների ֆոնին Ռուսաստանը ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից բուսական ծագման արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ԵԱՏՄ երկրներ։ Թեև Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ լարվածությունը արհեստական է որակում, սակայն վերջին 2 ամսում Մոսկվան անշեղորեն ընդլայնում է Երևանի նկատմամբ առևտրային սահմանափակումները։ Դրան ի պատասխան Հայաստանի կառավարությունը հայտարարում է հայկական արտադրանքի սպառման համար նոր շուկաներ որոնելու, գտնելու մասին, հաստատելով նաև արտահանման սուբսիդավորման միլիարդների հասնող ծրագրեր։ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների զգայունության, նոր շուկաներ գտնելու հնարավորությունների եւ կառավարության գործողությունների արդյունավետության մասին ես զրուցելու եմ Civilnet Business-ի տաղավարում գյուղատնտես Դավթյան Farms ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Դավիթ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու։ Բավական եւ չափազանց այսպես զգայուն եւ բարդ իրավիճակում ենք հանդիպում մենք ձեզ հետ հայկական գյուղատնտեսության համար, որովհետև գյուղատնտեսական արտադրանքի տարբեր արտադրանք տեսակների մասով տարբեր է, բայց հիմնականում ընդունված է համարել, որ 80-90%-ը սպառվում է ռուսական շուկայում հայկական գյուղատնտեսական ապրանքների եւ հիմա Ռուսաստանը այսպես շղթայական էֆեկտով կարելի ասել ամբողջությամբ սահմանափակել է կամ փակել է հայկական բուսական ծագման արտադրանքի մուտք իրեն շուկա, այդ թվում նաև ձեր արտադրատեսակի մասին է բոլորի արտադրած բուսական ծագման ունեցող, բուսական ծագում ունեցող ՑՆԲ-ն էլ, որի արտադրությամբ դուք եք զբաղվում, այլևս ըստ այդ սահմանափակման չի կարող մուտք գործել ռուսական շուկա։ Ասացեք, խնդրեմ, որքանով է սա զգայուն հայկական գյուղատնտեսության համար եւ կառավարության այս որոշումները նախորդ օրը կառավարությունը որոշում կայացրեց 4 միլիարդ դրամ հատկացնել արտահանման այսպես ծախսերի սուբսիդավորման համար։ Որքանով են դրանք արդյունավետ հիմա։ Տեսեք, ուղիղ 30 տարի, առնվազն վերջի 30 տարին մենք աշխատում ենք հիմնականում ռուսական շուկայի հետ։ Ու այսօր միանգամից փակվում է։ Որքանով է զգայուն, ավելի շատ ես կորակեմ, որ աղետալի, քան զգայուն, որովհետև այս դեպքի համար զգայունը այդ խոսքը չի։ Այստեղ ավելի վտանգավոր է նաև այն, որ ոչ միայն ռուսական շուկայի համար, նաև այդ տարանցումն են փակել։ ԵԱՏՄ երկրներ մենք չենք կարա տանենք Ռուսաստանով, իսկ մեր աշխարհագրությունը հասկանալով ոնց էլ տանենք, մենք պետքա Ռուսաստանով տանենք։ Շատ քիչ դեպքերում ենք, որ կարող ենք այլ ուղիներով տանենք։ Այս բավականին լուրջ խնդիր է ու գիտեք, ես կարծում եմ, որ այս ամեն ինչը հուսամ բանակցությունների արդյունքում կկարգավորվի։ Ես այդ լավատեսությունն ու հավատը չեմ ուզում կորցնել։ Շատ լավ, ամեն դեպքում մինչև կարգավորվելը այդ ընթացքում պետք է ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ այդպիսի հատկություն ունենեն, փչանումը։ Եթե իհարկե լուրջ լոգիստիկ կենտրոններ եւ հանգույցներ չկան Հայաստանում, կան սառնարանային տնտեսություններ իհարկե եւ այլ, բայց այնուամենայնիվ նաեւ շրջանառու միջոցների խնդիր կա, մարդը չի կարող երկար սառեցնել իր ապրանքը։ Ես չեմ համարում լուծում, ենթադրենք 1 կիլոյի համար գյուղացուն տանք փոխհատուցում X դրամ, ես չգիտեմ, ամենաուն ապրանքների համար, եթե չեմ սխալվում, ծիրանի համար 200 դրամ, կեռասի համար արտահանման համար, սա շատ մի հատ կարճատև լուծում է։ Սա շատ մի հատ կարճատև լուծում է ու մեզ պետքա, որ ավելի դասավորվենք այլ շուկաներում եւ վերանայենք մեր գյուղարտադրությունը։ Հիմա ստեղ ամենակարևոր բանն է գալիս, մենք այլ շուկաներում դասավորվելու համար ինչպես պետքա այդ ամեն ինչը անենք։ Այլ շուկայում չեն դասավորվում վերջի օրը։ Այլ շուկայում չեն դասավորվում խնդրից հետո։ Ես օրինակ առնվազն այս վերջի 3-4 տարիներին անընդհատ ինձ հասանելի բոլոր միջոցներով գոռում եմ շուկայի դիվերսիֆիկացիայի մասին։ Միևնույն ժամանակ ես ինքս որպես առանձին տնտեսություն COVID-ից հետո ամբողջությամբ դիվերսիֆիկացվել եմ իմ շուկան, իմ նեղ ոլորտային շուկան։ Կբացատրեմ, առնվազն ռիսկերից այնքան եմ մինիմալացրել, որ այդ ռիսկերի հետևանքով այդ ոլորտը չպայթի։ Այսինքն մենք պետքա մի բան հասկանանք, որ այս իրավիճակին չգալու համար մենք պետքա նախապես մեր գործողությունները անենք։ Տեսեք, բժշկության մեջ երկու բան կա, որ դեղ տանք անցնի գլխացավը եւ կատարենք բուժում։ Հիմա զուգահեռ կարելի ասել, ես պետության կողմից կատարված քայլերը այդ երկու ուղիներն եմ տենում, համ դեղ են տալիս գլխաց, մի քիչ ցավազրկում են, բայց բուժում են անում, բայց ցավոք սրտի, այստեղ խորքային շատ հարցեր կա բուժումը իրականացնելու համար։ Մենք խոսում ենք, որ իդեպ առաջինը կոչով ես
դիմեցի կառավարությանը, որ սուբսիդավորեն այլընտրանքային ուղիները։ Որպես ֆերմեր ես իմ պարտքը համարեցի այդ կոչով դիմեմ։ Ստեղ նաև կա խնդրի երկրորդ կողմը՝ գյուղական տնտեսություններն ու գյուղացիները։ Եթե մենք ուզում ենք մեր ապրանքը եվրոպական կամ այլ շուկաներ ուղարկենք, երկու կողմի միջև շատ ներդաշնակ աշխատանք է պետք է արվի, որ այդ ապրանքը այն տեսքին եւ այն վիճակին լինի, որ արտաքին շուկայի պահանջը կա, այն շուկայի, որոնք նոր ենք ուզում մտնենք։ Մի քանի իսկ մեր ապրանքը համապատասխանում է այդ շուկաներ։ Օրինակ էկոնոմիկայի նախարարությունից ասում են, որ այն արտադրողները, որոնք այսպես պետական այդվում աջակցությամբ դրել են վերջին, չգիտեմ, սերնդի ջերմոցային տնտեսություններ արտադրում են, նրանք արտադրանքի որակի խնդիր չունեն եւ կարող են հանգիստ արտանել այդ շուկաներ։ Եթե ես չեմ սխալվում, ձեր եթերում էկոնոմիկայի նախարար պարոն Պապայանը ասաց, որ շատ դեպքերում մեր ապրանքը ավելի բարձր որակի է, մենք ունենք հզոր որակ, քան Եվրոպայում կայ կամ կիրառվում է։ Ճիշտ ասել, թե ճիշտ չի ասել։ Չգիտեմ, դուք ասեք։ Ճիշտ է ասել։ Բայց սա վերաբերվում է բացառապես ընկերությունների մակարդակով։ Այսինքն մենք ունենք գյուղական տնտեսություններ եւ մենք ունենք ընկերություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Ընկերությունները զբաղվում են առաջադեմ գյուղատնտեսությամբ։ Եթե ընկերությունների թիվը մոտավոր հաշվարկենք, ըստ ինձ Հայաստանում կա նման հզոր աշխատող մի քանի 100 ընկերություն։ Պայմանականորեն ենթադրենք 400 ընկերություն ունենք, բայց մենք ունենք 300-ից 400 հազար գյուղական տնտեսություն։ Հիմա իսկ մոտավորապես 700-800 հազար մարդ, որ այդտեղից եկամուտ է ստանում։ Այո, ներգրաված են գյուղատնտեսության մեջ, հենց այդքան մարդ։ Հիմա ես չեմ կասկածում, որ 400 հազարի զգալի մասը գտնելու են ուղիներ իրենց ապրանքը 400-ի ներողություն, բայց ինչա տեղի ունենալու գյուղական տնտեսությունների հետ։ Սա ամենակարևորն է։ Հիմա այս ամեն ինչը ավելի լավ պատկերացնելու համար, արի հետ գնանք ինչ համակարգով աշխատել ռուսական շուկան մեզ համար։ Մենք ադապտացվել ենք նրան, ինչը մեզ դրսի շուկայում հետ է պահելու։ Ինչի օրինակով բերենք։ Պղպեղի օրինակով բերենք։ Ցանկացած գյուղ, օրինակ Արմավիրի Գայ գյուղը, լավ, կանաչի օրինակով, ամենահեշտը։ Յուրաքանչյուրը արտադրում է պայմանականորեն 100 փունջ, 50 փունջ, 200 փունջ կանաչի։ Թարմ կանաչու մասին է խոսքը, ենթադրենք համեմի մասին է խոսքը։ Յուրաքանչյուրը իր արտադրանքը վաղ առավոտյան դնում է իր նկուղային սառը հարկում։ Գալիս է վերցնողը մթերողը կամ տանում են մթերման կետ, մթերողը այդ գյուղում մարդա, ով ունի կապ ֆուտսիցիի վաճառողի հետ ու տանում հանձնում են իրան։ Մոսկվայի ֆուտսիցի։ Չէ, օրինակ, հա, դե շուկայի, որտեվ շատ քիչ դեպքերում ենք մենք ընդ ուղիղ սեծերին մատակարարում անում։ Հիմնական մեջ շուկա է գնում։ Գնաց ապրանքը, մի 10 տեղից հավաքվեց, ենթադրենք 1000 փունջ կանաչի։ Հայկական թերթով փաթաթում ենք այս կանաչին, դնում ենք արկղի մեջ, որի տարողությունը 20 կիլոգրամ է ու գրած արմյաց հայկական կանաչի է գրած, ռուսական, հա, ռուսերենով, овощи, фрукты из Armen։ Ու փաթաթում ենք, սկոճում ենք, դնում ենք ֆուրի մեջ, կամ դնում ենք սամալյոտի մեջ, կարգո ենք տանում ու էսի հասնում է Ռուսաստան։ Հիմա հարց. մենք սա կարողանալու ենք կիրառել եվրոպական շուկայում։ Ենթադրաբար ոչ։ Ուրեմն մենք բացառիկ պետություն ենք, որ խոսում ենք եվրոպական շուկայից, մենք բացառիկ, գիտեք, ես կարամ 3 կիլո ծնեբեկ ուղարկեմ Ֆրանսիայի ընկերոջը, ասենց Էյֆելյան աշտարակի ֆոնին նկարի ու գրեմ հայկական ծնեբեկը Ֆրանսիայում ու տասնյակ հազարավոր հավանումներ հավաքեմ։ Բան, ախր ցավոք սրտի ժողովրդի մոտ խորը թյուր ըմբռնում կա այս ամեն ինչի պատկերացումները սխալ է։ Արտահանումը ուրիշ բան է, քիչ տանելը ուրիշ բան է, քիչ տանելը շատ հեշտ բան է, քիչ կարանք մինուսով էլ տանենք, բայց երբ մենք խոսում ենք ամբողջ ապրանքի արտահանման մասին, ստե մենք խնդրեմ ունենք։ Հիմա հետ ենք գնում, որպեսզի թեմայից շատ չշեղվենք։ Լավ, ի՞նչ է պետք անել այս գյուղական տնտեսությունների մեր պրոդուկտը վաճառելու համար։ Օրինակ դուք ներողություն։ Տասնյակ կետեր կա, որ իրար հաջորդող այս ամեն ինչը պետք է ապահովվի, այսինքն ընդհանրացնելով այս ամեն ինչը մենք պետք է ունենանք մի տեսակ որակ,
մի տեսակ փաթեթավորում, ծավալ մենք ունենք, ված չի մեր ծավալները, մի տեսակ որակ, այդ ունեցած ծավալի մասին խոսենք, թափում ենք, թե Եվրոպա ենք տանում։ Պետք է մի տեսակ որակ, մի տեսակ փաթեթավորում եւ ամենակարևորը մեկ խողովակով ուղարկվի համապատասխան եվրոպական շուկայի գործընկերոջը։ Հիմա պատկերացրեք, գյուղական տնտեսությունը այդ ուժը, խելքը, ռեսուրսը, այդ ամեն ինչ չունի, որ ինք չի կարանի։ Այսինքն ստե պետքա համակարգել։ Այսինքն նույն ձևի մթերողներ են պետք, դեպի բայց Եվրոպա տանող, ինչպես որ Ռուսաստանը Եվ դրա համար ինչա պետք, դրա համար պետք է մեզ արդեն մթերման կայաններ, որոնք կաշխատեն նոր շուկաներին համապատասխան պայմաններով։ Սա ամենակարևորն է։ Դավիթ, դուք մեծ քանակությամբ ծնեբեկ եք արտադրում եւ փորձում եք, չգիտեմ, տարբեր էքսպոների մասնակցել նաև այլ շուկաների։ Նախ ձեր մասով ասեք, որ ասացիք դիվերսիֆիկացված է, որքանով է դիվերսիֆիկացած։ Երկրորդը, օրինակ կառավարությունը խոսում է շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, դա շատ կարևոր եւ շատ լավ բան է, մեկ շուկայից կախված չլինելը։ Բայց օրինակ ձեզ, որպես ֆերմերի կամ այլ ֆերմերների, կառավարությունը օրինակ ներկայացրել է այլ շուկաների ուսումնասիրություն, ասելով, որ գիտես, հարգելի ֆերմեր, այս շուկայում դու ունես այս հնարավորությունները, այս շուկայում կա այս պահանջարկը, այս գինը, այս որակն են պահանջում եւ այս լոգիստիկան գոյություն ունի։ Ոչ։ Նայեք, լավին պետքա լավ ասենք, վատին պետքա վատ ասենք։ Կառավարության հետ համագործակցության արդյունքում, այսինքն խոսքը էժան սուբսիդավորված վարկերի մասին է։ Ես մոտ 30 հեկտար ծնեբեկին եմ մոտիկանում, այսինքն սրա մի զգալի մասը ես այդ տարբերակի միջոցով եք մեծացրել ձեր բիզնեսը։ Շատ ուղիղ ասեմ, ոչ թե ինչ որ գումարի վերադարձ եւ այլն, այլ էժան վարկերի միջոցով, այսինքն էժան վարկերը ինձ տվել է այդ հնարավորությունը։ Ես շատ շնորհակալ եմ կառավարությանը դրա համար։ Հիմա գալիս ենք հաջորդ կետը, վաճառքի մասին։ Ծնեբեկի դեպքում ես մի հատ sense հատկություն ունեմ, էլի, ես ոչ ծնեբեկը փչացնելուց եմ թմբկահարում, ոչ կարկուտի ժամանակ եմ անում, բայց ծնեբեկը որպես առանձնահատկություն մեզ որոշակի այլ հնարավորություններ է տալիս։ Հիմա ասում եք ո՞նց եք անում, որ միայն ենթադրենք ձեր ապրանքը չի, մի հատ է կողքինի ապրանքը կարողանալու եք արտահանել։ Ի սկզբանե այս ամեն ինչը սկսում է սածիլների վաճառքից։ Մի սորտի մի տեսակ սածիլ ենք վաճառում։ Դրանից հետո մենք մեր մեջ այդ կոմպլեքսը հաղթել ենք, մարդկանց լիարժեք մասնագիտական քայլերի հաջորդականություն ենք տալիս։ Եվ վերջում ստացված պրոդուկտը վերցնում ենք խառը վիճակում, տանում ենք մեզ մոտ, մի տեսքով տեսակավորում ենք։ Հիմա հետ գնանք, նույն տեսակի սորտի ծնեբեկն է, նույն տեխնոլոգիայով աճեցված, այսինքն ցիկլ եք նույն փաթեթավորմամբ։ Այսինքն, երբ որ ես 5000 կիլոգրամ ծնեբեկ եմ առաջարկում արտաքին շուկային, ես առաջարկում եմ մի տեսակ ծնեբեկ, որտեղ կարա տասնյակ մարդկանց տարբեր արտադրանքներ լինի։ Ինչն է խանգարում վերցնենք այս մոդելը, մոդելը նույնն է ալնելու, մենք ուրիշ տարբերակ չունենք։ Եվ տարածենք մյուս արտադրանքները։ Հիմա ես նաև մամուլից տեղեկացա, որ Եվրոպա ծիրան ենք ուղարկելու։ Պայմանավորված էս աշխարհաքաղաքական էս ամեն ինչով Եվրոպան մեզ կասի, օքեյ, բերեք ծիրանը։ Սա ամենակարևորն է, երկու բան կա, միշտ ասում եմ, մտնել շուկա, աշխատել շուկայում։ Ես տեղյակ չեմ, բայց սա այս հնարավորությունը ես ուզում եմ օգտագործեմ ու ֆերմերներին կոչով խնդրանքով դիմեմ, որ հետո շատ չփոշմանեն։ Ինձ ձևով ենք ծիրանը ուղարկելու Եվրոպա։ Այն ձևով ուղարկում ենք Ռուսաստան, այսինքն շատ գեղեցիկ 5 կիլոյով շարած արկղերի մեջ, 7 կիլոյով շարած արկղերի մեջ, թե այն ձևով Եվրոպան ուզում է։ Իսկ ինչպես է ուզում։ Այսինքն առաջինը շուկա, մենք դիվերսիֆիկացիայի մասին մի օր մենք խոսակցություն ունեցանք, շուկա ուսումնասիրելուց է սկսում։ Շուկա ուսումնասիրելուց մենք պետք է ուսումնասիրենք նաև այս մարդկանց մշակույթը, մենթալիտետը, այսինքն մարդիկ ուտում են օրական 3 ծիրան, եւ եվրոպացին 3 ծիրանից ավել երբեք չի գնի։ Ինքը գյուղմթերքի հանդեպ այդ հարգանքը ունի, որ չտանի իր տուն, փչացնի։ Այսինքն առաջին հերթին պետք է մի հատ խումբ ձևավորենք, մի հատ թռնենք այդ պետություններ, մի հատ հասկանանք ծիրանը ու ծիրանանման մթերքները ինչ փաթեթավորմամբ եւ ինչ տեսքով են վաճառվում,
Մեզ պետք չի թազահեծանիվ հորիններ մարդկանց սովորացնել մեր 7 կիլոանոց փաթեթավորումներին։ Նույն տարբերակով ուղարկենք, որպեսզի կարողանան գնել։ Մեզ ասել են բերեք, ուզում ենք։ Գուցե այդ 20 ֆուրը մեզ փողը տան, պայմանական 20 ֆուրը, ու թափեն այդ ապրանքը։ Բայց սա ավելի շատ քաղաքական հարաբերություններ է, բայց երկրորդ անգամ չեն ասելու բեր։ Իսկ երբ են ասելու երկրորդ անգամ բեր, երբ որ կարողանան իրանք էլ այդ ծիրանը վերավաճառեն։ Ֆանտաստիկ համ ունենք, այդ մասին չենք խոսում։ Բայց նաև այս ամեն ինչը պետք է կարողանանք մատուցենք։ Դա տեսեք, կառավարությունից շատ հաճախ եւ ոչ միայն կառավարությունից ասում են հետեւյալը, ասում են, տեսեք, շատ լավ է դիվերսիֆիկացիա եւ այլ, ասում, բայց մեր արտադրողներն էլ այդ թվում գյուղատնտեսության ոլորտին սովոր են ռուսական շուկային, ասում, երբ որ գնում ասում ես եկեք էքսպոների մասնակցեք, եկեք գնանք այլ շուկաներ ձեր համար բացահայտենք, իրենք սովոր են հեշտ շուկայի եւ ծանոթ շուկայի վրա աշխատել եւ ասում են, չէ, մեզ այլ շուկաներ պետք չի։ Մարդ ունի հարմարվելու հատկություն, նույնն է բիզնես ունի հարմարվելու հատկություն։ Հիմա ես իմ ռուսական շուկայի գործընկերոջը, երբ գալիս է Հայաստան, այդ օրը գնում ենք իր հետ միած սիրուն հաց ենք ուտում, շփվում ենք, հողերով պատտվում ենք, այս ամեն ինչը անում ենք, վերջում սիրուն ճանապարհում եմ գնում եմ։ Հիմա ես Սինգապուր եմ գնացել, մի քանի անգամ, ոչ մեկ անգամ։ Սինգապուր եմ գնացել, Սինգապուրի ամենամեծ գյուղմթերքի շուկան։ Ոնց որ մեր հովտաշատի, այս մեր Մեյմանդարի շուկան է։ Գտա այնտեղ։ Հենց թե ավելի լավ։ Մեծ, բավականին խոշոր։ Ու ինձ հետ բավականին մարդիկ էին, ովքեր տիրապետում էին դրան, էլ ես շատ շնորհակալ եմ մեր հայրենակիցներից։ Այնտեղ գտա ամենաշատ ծնեբեկ վաճառողին, ով մեծ պահեստ է, աշխարհի տարբեր կետերից գալիս է ծնեփակը ու վաճառում է։ Իմ ձեռքում մի կապ ընտիր ծնեբեկ էր։ Գնացել եմ ծնեբեկն է, Հայաստանից տարել եմ հետս։ Ցույց եմ տալիս, ասում եմ, սա մեր ջամբո տեսակի ծնեբեկն է։ Ասեց մի րոպե ու բերեցին էլեկտրական են չափիչին, չէ, ինչ են ասում, ասենց չափում են։ Հա, այս չափիչը շտանգել են ասում ինչ, հա։ Էլեկտրական շտանգելը բերեց, փռեց ծնեփակներս, ասեց քոպա կապի մեջ, սա է ջամբո, սա է ջամբո, սա է ջամբո։ Կարում ես ինձ մի տոննա այս սրանցից տաս։ Հիմա ես մի տոննա իրակ հաշը ստանալու համար պետքա 10 տոննա ծնեբեկ ունենամ, որպեսզի մեջի այդ ամենահաստերը մի տոննա ջոկեմ։ Պատկերացնում եք, չէ՞։ Իսկ Ռուսաստանում դրանից ավելի բարակներ են, որ վсё, ջամբոն գնաց։ Հիմա ես որպես արտադրող, եթե չունենամ դիվերսիֆիկացման խնդիր, ես Սինգապուր կգնամ, չեմ գնա։ Իսկ 2 օր է, 8000 կիլոմետր հեռու ապրանք կուղարկեմ, լոգիստիկայի համար ավելի թանկ կվճարեմ, իսկ այսօր դա անում եմ։ Իսկ շուկան, հենց ձեր արտադրանքի շուկան, ձեր, որ ասացիք, ձերը բավական դիվերսիֆիկացված է, բացի Ռուսաստանից, նախ Ռուսաստանը ինչ տոկոս է կազմում եւ բացի Ռուսաստանից ուր եք ուղարկում։ Ասեմ, Ռուսաստանը կազմում է 90%։ Մենք մի քիչ դիվերսիֆիկացված չի։ Ստոպ։ Չէ, 90% ուղարկելուց ենք եղել։ Այս պահի դրությամբ մենք մտնում ենք արաբական շուկա։ Բայց դե շատ կարևոր բան կա։ Նորից ես ինչ ասեցին, դե ծնեփակ ունի բազմաթիվ առանձնահատկություններ։ Ծնեփակ նույնն է։ Ծնեբեկը եթե այս տարի դու չես հավաքում, եկող տարի հավաքում ես կրկնակի ավելի շատ, այսինքն այդ թուփը զարգացնում է արմատային համակարգը։ Դա չի կարա լինի ծիրանի, կեռասի, մնացած բանջարեղենների դեպքում։ Ոչ թե այս տարի մենք շուկայի հետ կապված այդ որոշմանը եկանք։ Ուղղակի մեր դեշտա, քանի որ մենք միշտ ունենք առաջարկ ու պահանջարկ մեզ մոտ այս ամեն ինչը շատ ուժեղ է, մենք այս տարի որոշեցինք մի քիչ հզորացնենք մեր հողերը։ Բայց ինչ վերաբերվում է, ինչ ուղիներով եմ ուղարկում, մենք այս պայդրությամբ մեր ուղիները նույն Սինգապուր, նույն Դուբայ, բայց չեմ ուզում ես այդ մասին դեռ խոսամ, քանի որ բայց դա բանով, օդանավով, բացառապես, այստեղ նորից գալիս, քանի ներողություն ավարտեմ միտքս, քանի որ մենք սիստեմավորված չենք դեռ։ Գիտեք ինչ ձև է, այսօր ունես 100 տոննա ապրանք, դու հետաքրքիր ես այդ կողմի շուկայում ստից։ Ունես 1000 տոննա ապրանք, ավելի կայուն եւ ավելի հետաքրքիր ես։ Նույնն Սինգապուրի օրինակը։ Ծավալ, որակ եւ ժամկետ։ Այո, սրանք ամեն ինչը շատ կարևոր են ու
Բայց հետ գանք այս ամեն ինչին, հեսա Իրանը գալու է, այս ամեն ինչը գալու է, այս ավելի ռիսկային բաներից խոսենք, էլի։ Լավ, հիմա այո, գալու են այդ Իրանը, մյուս ուրեմն բանջարեղենները, չգիտեմ, մրգերը եւ այլ, որոնք պետք է ներողություն եմ խնդրում, էլի 1000 անգամ ներողություն, որպեսզի ավելի լավ պատկերացնենք ինչ վիճակում են գտնվում եւ այսօր չպետք է անեինք դիվերսիֆիկացիա։ Վերցնենք Տավուշի մարզը, որտեղ բավականին խաղողագործությունը զարգացած է, մասնավորապես օրինակ Պարվակար համայնքը։ Առանց մեր ունեցած հողը, մեր ունեցած խաղողը, չեմ թիրախավորում, ոչ արժեզրկում եմ։ Եկեք իրականությունից խոսանք, սա ամենակարևորն է, էլի, այդ մեր խնդիրներից մեկն էլ է դա։ Ինչ խաղող ենք մշակում, ինչ սորտեր ենք մշակում վերջի 20 տարվա մեջ, ինչ փոփոխությունների է ենթարկվել այդ սորտերը, ինչ սպիրտ է ստացվում այդ սորտերից եւ որ շուկանա պատրաստ սպառի այդ սպիրտը։ Պատկերացնում եք, չէ՞, հիմա ուղարկում ենք այդ սպիրտը Եվրոպա, ասում են, եղբայր, ինչ ես բերե ինձ։ Այսինքն սպիրտը մենք փոխել չենք կարող։ Սպիրտը փոխելու համար սպիրտի հումքը պետք է փոխենք, որտեղ հազարավոր մարդկանց խաղողի վազերն են։ Այսինքն, այս ամենի համար շատ վաղուց աստիճանական մենք պետք է խաղողի սորտեր փոխենք, այսպես ասած։ Այո, վերջ օրով շատ դժվար է լինելու մեզ համար, բայց կա երկու գործողություն, հիմնական խնդրի լուծ, նախ ես նորից եմ ասում, շատ կուզեմ ես, որ բանակցություններով հարցը լուծվի, բայց սա թող մեզ դաս լինի, բանակցություններով հարցը լուծելուց հետո կամաց դասավորվենք։ Այսինքն կա երկու խնդիր, մեկը որ փորձենք մաքսիմում նենց անենք, որ հնարավորին չափ քիչ տուժենք այս ամեն ինչից եւ լուծում տալ միշտ կարելի է, բայց լուծում տալը երկարաժամկետ process է։ Արմատական։ Այո։ Լավ, ամեն դեպքում հիմա, երբ որ խոսում ենք ալտերնատիվ շուկաների մասին, շատ հաճախ խոսում են դե եվրոպական շուկաներ, հեսա Եվրամիություն կուղարկենք, բայց կան ավելի մոտ շուկաներ, արաբական շուկաներ կան, չգիտեմ, ասիական շուկաներ կան։ Այդ երկու շուկաները, արաբականը եւ ասիականը, մեզ համար այլընտրանք են, թե այլընտրանք չեն։ Գիտեք ինչ բան կա, ասենց էլի բժշկության հետ համեմատեմ, ասենց բան կա, չէ՞, մինչև ցավը չի հասնում ոսկորին բժշկի չենք դիմում։ Իրոք էլի։ Հիմա նույն արաբական շուկայի մասով եմ ասում, ես ինքան խորը ցավ եմ ապրում, այդ մասին նաև բարձրաձայնեցին Facebook-յան էջով։ Պարսկաստանի հետ պատերազմի, Իսրայել-Պարսկաստան, այս պատերազմի արդյունքում Պարսկաստանը իր պարենային անվտանգության, Իրան ներողությունը, իր պարենային անվտանգության համար փակեց գյուղմթերքի արտահանում, այո։ Ստե ստոպ տվեցինք, տեղափոխեցինք արաբական շուկա։ Արաբական շուկայում 25-30% գյուղմթերքի գալիս էր Իրանից։ Նման օրինակ շուկաները երկար ժամանակ դատարկ չեն մնում։ Միանգամից մի հատ վակուում է առաջանում ու միանգամից լցվում է։ Երկու բան կար, մտնել շուկա, աշխատել շուկայում։ Սա մեզ համար իդեալական հնարավորություն էր մտնել արաբական շուկան, այսինքն եթե մենք զինված լինեինք, ուսումնասիրած լինեինք արաբական շուկան, հասկացած լինեինք ինչ պահանջարկ եւ ինչ տեսակի սպառում ունի եւ ինչ ձև պետքա փաթեթավորվի այս ամեն ինչը, ու արդեն պատրաստ լինեինք, այսինքն այդ մարտահրավերից, այդ վատ իրավիճակից մենք կարենք նույնիսկ պլյուսով դուրս գայինք, իսկ մենք ինչ արեցինք, հեռախոսները վերցած սուպերմարկետում պղպեղի գինն ենք նկարում, ասում ենք Իրանից չի գալի, մեր մոտ թանկացել է։ Այդ տեղականն էլ չունենք երևի։ Հասկացա, բայց այդ քանի հնարավորություն կար, արի ունեցածը տանենք, փոխը դատարկ անբովանդակ խոսակցություններ ունենալու տեղ ռեալ գործելու հնարավորություն ունեինք։ Հիմա ստե արի կիսենք, որն էր պետության գործը, որն էր ֆերմերի գործը։ Այսինքն ստեղ կարա այս 400 գյուղ արտադրողը, որոնք ուժեղ են ունեն շուկայի մասնագետներ, որպես անհատներ իրանք մտնեն այդ շուկա, ինչը ես էի փորձում անեմ։ Պատկերացրեցիք, չէ՞, բայց Ժորժ ջան, մեր գյուղատնտեսությունը մեր պետության ողնաշարն է։ Մեր գյուղարտադրությունը, հողերի չմշակվելը մեր պետական անվտանգությունն է։ Պրոստը դա ուտել չի։ Ուղղակի մի քիչ դրսից գալիս է բան անում այս շրջանում, մարդիկ այս ամեն ինչին ուրիշ ձև են նայում։ Սա մեր պետական անվտանգությունն է ու էսա տեսեք, ախր այնքան խնդիր, sense որ լացդ գալիս է, էլի։
Երբ որ քայլ հետ են գնում, այս շուկայի խնդիրը ամեն ինչը գիտեք ինչից է գալիս։ Հողերի սա մեր հանրապետության հողերի վիճակն է։ Փոքր եւ մասնատված։ Փոքր մասնատված հողերում շատ դժվար է զբաղվել ճիշտ, լավ, արտաքին շուկայի պահանջարկին համապատասխան գյուղատնտեսությամբ, տեխնոլոգիական գյուղատնտեսությամբ։ Պետություն ծրագիր ուներ խոշորացում, Պետությունը պետք է նաև ունենա, պետությունը նաև պետք է ունենա կամք այդ ծրագիրը իրականացնելու։ Սա ամենակարևորն է հողերի խոշորացման գործընթացը։ Դա Հայաստանի փրկությունն է, ի սկզբանե նենց են արել, որ այս գյուղատնտեսությունը Հայաստանում չաշխատի։ Իմ հաջողությունը որտեղ է։ Իմ հաջողությունը ընդ է, որ միայն Կոտայքի Արա գյուղում 9 մարդուց կարողացել եմ հող առնեմ կպցնեմ իրար։ Շատ մեծ դժվարությամբ, որտեվ ամեն երկրորդ հողը առնելուց երրորդ հողը 30% թանկանում է, որտեվ գիտի առնելու ես, չորրորդը 40%, 5-րդը 200% է թանկանում։ Այսինքն, խեմ ասում պետքա պետությունը այդ կամքը ունենա։ Տեսեք, օրինակ, այս վերջի շրջանը, որ մի քիչ ավելի վերլուծական խոսում եմ իմ Facebook-յան էջում, ասեն շատ արագ ասեմ, էլի, անընդհատ մեկնաբանությունների մեջ արդեն հարյուրների է հասնում, էլի, գրում են գյուղնախարար, ապագա գյուղնախարար։ Ժպտում եմ, էլի, ասենք, իմ տեսանյութերը 20, 30, 40 հազար մինչև սրտիկ հավանում է ունենում։ Գիտեք ինչ են իրանք, ժողովուրդը ինձ ինչի է սիրում, որովհետև իմ տնտեսության լավ կողմերն եմ ցույց տալիս։ Եթե ես լինեի իրանց ասած գյուղնախարարը, ժողովուրդը ինձ կատեր։ Փողոցները կփակեր, որովհետև ցանկացած լուրջ փոփոխություն բերում է կոշտ գործողությունների հաջորդականության։ Ինչ որ մեկը չմտածի, որ ես ինչ որ տենց բան ունեմ, էլի հավակնություններ, որտեղ մարդը պետքա լինի այնտեղ, որտեղ շատ արժեք է ստեղծում։ Ես շատ լավ եմ զգում իմ տեղում, բայց ինչ կանեմ։ Այն հողերը, որոնք տասնյակ տարիներով չեն մշակվում, կմտածեմ մեխանիզմներ, սա պետության համար եմ ասում, առանց իրավունքները մարդկանց սեփականության ոտնահարելու, սա էլ է հնարավոր, ու կկատարեմ հողերի խոշորացում։ Այսինքն, ես մի այնպիսի միջավայր կստեղծեմ, որ մարդիկ ըտե ձեռ չի տա չմշակված հող ունենալը, ինքը ստիպված կվաճառի։ Հա, տարբեր են, արդեն ես 10 տարուց ավել լսում եմ նման խոսակցություններ, թե ինչպես անել հողերի խոշորացում, բայց դեռ դա չի հանգեցրել։ Դե որովհետև գիտես ինչից է, նայ, ժողովրդի մոտ սենց կոշտ բաները նպաստից կտրել է այդ փարոս նպաստից։ Սրանք այն բաներն են, որ մարդկանց մոտ բերելու է խորը ատելության, չգիտեմ, էմոցիաների ու վերջում ընտրություններին երևալու է այս ամեն ինչը։ Դրա համար բոլորը այս ամեն ինչը հասկանալով այդ քայլերին չեն դիմում, բայց մեզ պետքա ձև թե բովանդակություն, եթե ուզում ենք պետություն դառնանք, ի սկզբանե պետքա ճիշտ անենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցը Դավիթ Դավթյանն էր։ Շնորհակալություն, կհանդիպենք։